Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ։ Սիրելի արարածիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ։ Ելույթս, ինչպես եւ մեր մինչ այստեղի ունեցած մեծ հավաքներում եւ հետագա հավաքներում պիտի սկսեմ Սաղմոսով։ Սաղմոս համար 139 ընդ չարերի, այսուհետև Սաղմոս Դավթի։ Ազատիր ինձ Տեր չար մարդուց, անիրավ մարդուց փրկիր ինձ։ Իրենց սրտում նրանք անօրենություն խորհեցին եւ գիշեր ցերեկ պատերազմի պատրաստվեցին։ Օծի պես սրեցին լեզուներն իրենց եւ նրանց շրթների տակ թույն կա իժի։ Պահպանիր ինձ Տեր մեղավորների ձեռքից եւ չար մարդուց փրկիր ինձ։ Նրանք խորհեցին խափանել ընթացքն իմ։ Ամբարտավաններն իրենց որոգայթը թաքցրին ինձնից, թակարդի լարեր ձգեցին ոտքերիս առջև եւ իմ շավղի շուրջը գայթակղություններ դրին։ Ասացի դու իմ Տեր Աստվածն ես, ականջ դիր Տեր աղոթքիս ձայնին։ Տեր իմ փրկության զորություն, գլխից հովանին պատերազմի մեջ։ Մի մատնիր ինձ Տեր մեղավորների կամքին, որոնք նենգամտեցին իմ դեմ։ Ինձ երեսի վրա մի թող, որ նրանք երբեք չբարձրանան եւ նրանց մտադրությունները չկատարվեն։ Թող նրանց կատարածի վախճանը այս լինի, իրեն շրթունքների վաստակը թող ծածկի նրանց։ Դու նրանց վրա կրակի կայծեր թափիր եւ կործանիր նրանց, որ տառապանքներից չկարողանան փրկվել։ Չարալեզու մարդը հաջողություն չի ունենա երկրի վրա։ Մեղավոր մարդուն իր չարագործությունները կորստյան կմատնեմ։ Գիտեմ Տեր, որ դու արդարին արդար դատաստան ես անում եւ տնանքի իրավունքն ես պաշտպանում։ Արդարները գոհություն պիտի մատուցեն քո անվանը, ուղամիտները պիտի բնակվեն քո դիմաց։ Շնորհակալ եմ շատ։ Այնտեղ մի բառ շփոթեցի, իրականում ասում է, որ դու աղքատին արդար դատաստան ես անում, ես ասացի արդարին արդար դատաստան ես անում, ոչինչ։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, այս քարոզարշավը մեծ հաճույք է մեզ համար, որովհետև 2018 թվականի նախընտրական քարոզարշավին հեղափոխությունից հետո մենք հիմնականում խոսում էինք այն մասին, թե ինչ ենք պատրաստվում անել։ Հետո պատերազմից հետո մենք գնացինք արտահերթ ընտրությունների եւ այդ ընտրությունները բոլորովին ուրիշ տրամաբանություն ուներ եւ այդ ընտրություններն էլ նրա մասին չէր, թե ինչ են կարել, որովհետեւ Հայաստանը գտնվում էր ետպատերազմյան ճգնաժամի վիճակում։ Այն ժամանակ մենք մի բան ասեցինք, խոստացանք, որ ապագա կա։ Եվ այսօր ուրախ է քարոզարշավը իմ քաղաքական եւ ընդհանրապես երրորդ հանրապետության պատմության ընթացքում սա առաջին ուրախ քարոզարշավն է եւ մեր դեպքում այդ ուրախությունը կապված է այն բանի հետ, որ մենք 2021 թվականին ասցինք ապագա կա, այսօր երբ դուք վստահեցիք մեզ 23 թվականին, այսօր եկել ենք եւ իրար հետ վայելում ենք այն ապագան, որի մասին
մտածում եւ խորհում էինք 2021 թվականին եւ այսօր մեր ուրախության առիթը այն է, որ մենք ավելի շատ խոսում ենք դրա մասին, թե ինչ ենք արել եւ մեր ուրախությունն այն է, ժողովուրդ, որ մենք չենք հասցնում ձեզ ներկայացրել կատարված աշխատանքը, որովհետեւ խոսում ենք ժամերով ու այդպես էլ չենք կարողանում ներկայացնել վերջին 5 տարիներին արվածի թեկուս չնչին մասը։ Արարատի մարզում 2021 թվականից շուրջ ներողություն 2018 թվականից 325 միլիոն դոլարի ներդրում է իրականացվել կառավարության մասնակցությամբ։ 325 կիլոմետր ճանապարհ ու փողոց է կառուցվել, հիմնանորոգվել կամ վերակառուցվել։ 24 դպրոց, 33 մանկապարտեզի կառուցման եւ նորոգման ծրագիր է իրականացվում, ավարտված են 9 դպրոց եւ 10 մանկապարտեզների վերանորոգման կամ շինարարության աշխատանքները։ Զրոյից ժողովուրդ ջան, զրոյից կառուցվել է 5 դպրոց, 7 մանկապարտեզ։ Ներկայում էլ զրոյից կառուցվում է 11 դպրոց եւ 20 մանկապարտեզ զրոյից դատարկ գետնի վրա։ 213 կիլոմետր գազատար է կառուցվել, բազմաթիվ տներ գազամատակարարում են ստացել։ Այսօր Արարատի մարզի սահմանամերձ Պարուրսևակ եւ Երասխ բնակավայրերում 185 տան կառուցման նախագիծ է ընթացքի մեջ 16 միլիոն դրամի ծրագրերով 185 Պարուրսևակ եւ Երասխ գյուղերում 185 տան կառուցման ծրագիր է ընթացքի մեջ ամբողջությամբ պետության ֆինանսավորմամբ, այսինքն 16 միլիոնը պետությունը տալիս է, կառավարությունը մարդիկ կան, որ ավելի գումար են ավելացնում եւ ավելի են ծախսում։ Ի վերջո տեղի ունեցել ավարտվել է Վեդիի ջրամբարի կառուցման աշխատանքը, որը Երրորդ հանրապետության առաջին ջրամբարն է այդ մասշտաբի, որ կառուցվել եւ ավարտվել է 151 կիլոմետր ջրատար եւ ջրի բաշխիչ ցանց է կառուցվել 250 կիլոմետր ոռոգման համակարգ է կառուցվել Արտաշատում կառուցվել է վերակառուցվել է եւ ժամանակակից տեսքի է բերվել Արտաշատի ստադիոնը, որը մի հոյակերտ կառույց է ստացվել։ 2018 թվականից մենք գյուղատնտեսության աջակցության մի քանի ծրագրերով 131 միլիարդի աջակցություն ենք ցույց տվել մեր գյուղացիներին։ Այս ծրագրերի հիմնական շահառուները, մեծ մասի շահառուները Արարատի եւ Արմավիրի մարզերն են։ Մթերումների գծով 18 միլիարդ դրամի աջակցություն ենք ցուցաբերել, որպեսզի մարդիկ իրենց աճեցրած բերքը տրամաբանական գներով մթերելու հնարավորություն ունենան։ 44 միլիարդ դրամի, այսինքն մոտ 120 միլիոն դոլարի գյուղատնտեսական վարկերի տոկոսներն ենք սուբսիդավորել 2018 թվականից։ Լիզինգով գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման համար 4.5 միլիարդ դրամ ենք հատկացրել։ Ինտենսիվ այգիների ստեղծման համար 50 միլիարդ դրամ ենք հատկացրել։ Ագրոսարքերի ձեռքբերման համար չրանոցներ, տարբեր սարքեր 14.4 միլիարդ դրամ ենք հատկացրել եւ
Եվ սա արել ենք մի պատճառով, որ մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ապրի, որ ժողովուրդը ապրի, մենք հասկանում ենք, որ ժողովուրդը Հայաստանը եւ ուրախ ենք արձանագրել, որ հաղթահարել ենք մաքարման եւ գոյատևման օրակարգը եւ մտել ենք ապրելու օրակարգ, զարգանալու օրակարգ, ապագան այսօր վայելելու եւ ոչ թե այսօր հանուն վաղվա տառապելու օրակարգ։ Մենք ասում ենք, որ վաղը վայելելու համար այսօր չպետք է տառապենք, որովհետև վաղը էլի վաղվա այսօրն է, եթե այսօր մենք տառապում ենք, ուրեմն տառապելու ենք ամեն օր, մենք ասում ենք, մենք պետք է ապրենք այսօր, վաղը ապրելու համար, եւ դա է գործնական իրագործում ենք կարգախոսի, որ ապագան այսօր է, ապագան այստեղ է, ապագան հիմա է, դրա համար է, որ այսօր մեր թոշակառուները ստանում են արժանապատիվ թոշակ, մեր թոշակառուները 65+ տարիքի իրենց առողջապահական նվազագույն կարիքները հոգում է իրենց պետությունը, մինչև 18 տարեկան երեխաների առողջապահական նվազագույն կարիքները հոգում է իրենց պետությունը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը այլևս հուսահատ երկիր չէ, Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որ ապրում է այսօր եւ այսօրը իր հետ տեղափոխելու է վաղը, մյուս օրը եւ այդպես 100-ամյակներ, 1000-ամյակներ, սա է այն խնդիրը, որը մենք լուծում ենք։ Բայց ժողովուրդ ջան, մենք չենք մոռացել նաև ձեզ տված խոստումը ձեզնից թալանվածը վերադարձնելու։ Ես շատ խոսում եմ հանրապետական մասշտաբով գողացված գույքերի վերադարձի մասին, բայց ուզում եմ նաև մարզային մասշտաբով խոսել։ 2018 թվականից ի վեր միայն Արարատի մարզում համայնքներին եւ պետությանը եւ ժողովրդին է վերադարձվել գողացված շուրջ 23 միավոր գույք, մոտավորապես շուրջ $200 միլիոն արժողությամբ։ Միայն մի քանի միավոր գույքեր, ուրեմն Հայաստանի Հանրապետությանն են վերադարձվել Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին եւ Գագիկ Ծառուկյանին պատկանող ապորինի ձևով վերցված 5330 հեկտար հող, որոնց շուկայականին մոտարկված արժեքը 158 միլիոն $263,000 է։ Մենք ձեզ միայն 158 միլիոն $263,000 արժողության Արարատի մարզի հողամասեր ենք վերադարձրել Արարատի մարզին, 158 միլիոն $. Արտաշատ խոշորացված համայնքի ջրաշեն բնակավայրի մանկապարտեզի շենքը, որ ապորինի ձևով սեփականաշնորհված էր նախկին պաշտոնյաների կողմից, այսօր վերադարձված է Արտաշատ խոշորացված համայնքին։ Սուրենավանի Արարատ խոշորացված համայնքի Սուրենավանի մանկապարտեզի մասնաշենքը վերադարձված է Սուրենավանին։ Եվ էսա այդ պատմության տրամաբանական շարունակությունը, որովհետև ես անընդհատ նայում եւ հետաքրքրվում եմ, ինչու են երեխաները այսքան ուրախ, որովհետև երեխաներն էլ եթե չեն տեսնում, զգում են, որ իրենցից գողացված,
մանկապարտեզները, իրենցից գողացված զբոսայգիները, իրենցից գողացված մարզահրապարակները, խաղահրապարակները վերադարձվում են իրենց եւ նրանք ուրախ են, որովհետեւ հասկանում են, որ այլևս ոչ ոք նրանց մանկությունը չի կարող գողանալ այնպես ինչպես Քոչարյանա Սերժատ Ծառուկյանը կալուգայական օլիգարխիան գողացել է մեր երկու սերնդի մանկությունը նրանց դատապարտելով քրեական ենթամշակույթի խավարին այսօր մենք լուսավոր ապագա ենք բացում մեր երեխաների համար կառուցելով դպրոցներ որոնց որակի դպրոցներ մեր երկրում երբեք ու երբեք չեն եղել կառուցելով մանկապարտեզներ որ մեր երկրի պատմության մեջ երբեք ու երբեք չեն եղել կառուցելով խաղահրապարակներ որ երկրի պատմության մեջ երբեք ու երբեք չեն եղել եւ մենք այս ամենը անում ենք մի պատճառով մի հիմնական պատճառով եւ մեր պատճառների եւ մոտիվացիաների գագաթնակետը հետեւյալն է մենք սիրում ենք ձեզ ժողովուրդ մենք սիրում ենք ձեզ մենք երեխաներին սիրում ենք այնպես ինչպես սիրում ենք մեր սեփական երեխաներին մենք մեր տատիկ պապիկներին սիրում ենք այնպես ինչպես սիրում ենք մեր սեփական ծնողներին մենք մյուսներին սիրում ենք այնպես ինչպես սիրում ենք մեր քույրերին եւ եղբայրներին եւ այս պատմությունը առաջին հերթին ոչ տնտեսության ոչ քաղաքականության ոչ էլ առավել եւս աշխարհ քաղաքականության մասին է այս պատմությունը սիրո մասին է սա սիրո պատմություն է 2018 թվականից հետո Հայաստանում տեղի ունեցողը սիրո պատմություն է եւ այսօր հեղափոխությունը հասել է իր գագաթնակետին որովհետեւ պետությունը սիրում է իր քաղաքացուն քաղաքացին սիրում է իր պետությանը որովհետև իշխանությունը սիրում է քաղաքացուն, քաղաքացին սիրում է իշխանությանը, սա է հեղափոխությունը եւ հեղափոխությունը չի ավարտվելու, որովհետև այս սերը, որը մեկնարկել է 2018 թվականին, թևածելու է, ծավալվելու է եւ ամեն անգամ սիրո պտուղները վայելելու է Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության հպարտ արժանապատիվ եւ պետականատեր քաղաքացին, սրա մասին է այս պատմությունը եւ ես ձեզ շնորհավորում եմ այս պատմության առիթով, որովհետեւ ձեզնից յուրաքանչյուրը այս պատմության կերտողը, հեղինակը եւ իրավատերն է, այս պատմության կերտողը, հեղինակը եւ իրավատերն է Հայաստանի Հանրապետության հպարտ արժանապատիվ եւ պետականատեր քաղաքացի Բայց այդ սերը քուն ու դադար չի տալիս լրտեսական եռագլուխ կուսակցությանը։ Նրանք ամեն օր մի խնդիր ունեն։ Տենց լինում է, չէ, ժողովուրդ։ Չէ, տենց լինում է, չէ, որ ինչ որ մի լավ բան է պատահում Եվ նա, ում հետ այդ լավ բանը պատահում է, ինքը իրականում շատ խոցելի է, մանավանդ, եթե այդ լավ բանը պատահել է
երկար ժամանակվա հուսահատությունից հետո։ Եվ երբ որ այդ լավ բանը պատահում է, մարդը շատ խոցելի է վախերի նկատմամբ, որովհետև ինքը վախենում է հանկարծ պարզվի այդ լավ բանը, այդքան էլ լավ բան չի, եւ ինքը կորցնի այդ լավի, այդ ուրախի, այդ երջանկության զգացողությունը, եւ լրտեսական երագլուխ կուսակցությունը ամեն օր առավոտից իրիկու խնդիրադնում վախեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, վախեցնելով իր մտածածին 300,000 ադրբեջանցիների վերադարձի թեմայով, ես ձեզ պատասխանատու ասում եմ, Հայաստան Ադրբեջան բանակցություններում այդպիսի հարց երբեք ոչ մի անգամ չի քննարկվել, պատերազմի լրտեսական կուսակցությունը միլիոններ է ծախսում այդ թեման օրակարգ բերելու համար, որովհետև նրանց ձեռնտու չի խաղաղությունը, որովհետև խաղաղությունը նրանց թույլ չի տալիս թալանել եւ այդ թալանը փակել իբր բանակ կառուցելու, իբր անվտանգություն կառուցելու ծխածածկույթի տակ։ Նրանք 30 տարի գողացան բանակի անունով եւ իրենց համար դղյակներ կառուցեցին բանակին թողելով կանսերվի կոկոշներ, բարիս բուն իմաստով կանսերվի կոկոշներ եւ կանսերվի կոկոշներ էին ժողովուրդ ջան, ոչ միայն կանսերվի կոկոշները, որոնց մասին դուք գիտեիք, այլև այն, ինչ որ նրանք զենք էին անվանում, Հայաստանի բանակի, ուրեմն ամենա հուսալի հրետանին եւ սիրված հրետանին եղել է D30 հրանոթը։ Այդպիսի հրանոթ կա D30։ Այսինքն մեր բոլոր ինքը իրականում լավ զենք է, ինքը հին տեխնոլոգիայի, բայց լավ զենք է, շատ լավ զենք է։ Ես ձեզ ուզում եմ մի նորություն ասել։ Առաջին անգամ գործարանային արտադրության D30 Հայաստանի Հանրապետությունը ունեցել է 2024 թվականին։ Առաջին անգամ D30 զենքի առաջին օգտագործողը Հայաստանի Հանրապետությունը եղել է 2023 թվականին։ Դրանից առաջ մեր ողջ հրետանին եղել է 50 թվի արտադրության, 60 թվի արտադրության։ Այն Սերժը, որ ասում էր 80-ականների զենքեր, ինքը չափազանցնում էր, այդ ինքը իրան ուժեղ տղուտեղ էր դրել, որ ասում էր 80-ականների զենքեր, այդ զենքերը իրականում 60-ականների և 70-ականների են, և նրանք խոսում են, թե բանակ են ժառանգել, նրանք բանակ չեն ժառանգել, նրանք ժառանգել են 50-ականների, 60-ականների, ոչ ըստ էության օգտագործման վերջին ստադիայի մեջ գտնվող զենքերով մի բանակ, որը այլ պետությունները այլևս չօգտագործելու պատճառով շպրտել են Հայաստանի Հանրապետությանը, իսկ թե ինչ է բանակը, ինչ է սպառազինությունը, ինչ է տեխնոլոգիան, եկեք և մայիսի 28-ին տեսեք Հանրապետության հրապարակում և դուք դա տեսնելով և դուք դա տեսնելով կհասկանաք, կառերեսվեք, թե ինչ նկատի ունեմ ասելով Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի, որովհետև դուք այսօր կարող եք հպարտ լինել ձեր բանակով, ձեր ունեցած սպառազինությամբ և տեխնիկայով, որովհետև դա իրական արժանապատիվ պետության բանակ է և մենք դա ձեզի ցույց կդնենք մայիսի 28-ին, եկեք տեսեք
եւ հպարտացեք, եկեք տեսեք եւ հպարտացեք, ընդ որում դուք կտեսնեք ժամանակակից սպառազինություն եւ տեխնիկա օտար երկրի արտադրության, բայց նաեւ դուք կտեսնեք ժամանակակից սպառազինություն եւ տեխնիկա Հայաստանի Հանրապետության արտադրության 2026 թվականը այն առաջին տարին է, երբ որ Հայաստանի Հանրապետությունը մրցունակություն է ցույց տալիս զենքի միջազգային շուկայում եւ Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ զենք է արտահանում միջազգային շուկա, դա նշանակում է, որ միջազգային շուկան հետաքրքրված է մեր արտադրանքով։ Բայց, Ժողովուրդ ջան, սա պատերազմի մասին չի, սա խաղաղության մասին է, որովհետև, ինչպես ասել եմ, մենք խաղաղությունը մեր ռազմավարությունն է, բայց մենք հասկանում ենք նաև, որ այն երկիրը, որը չի ունի ուժեղ պաշտպանունակ բանակ, կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար, եւ մենք հասկանում ենք, որ խաղաղության համար հարկավոր է այդ թվում ունենալ պաշտպանունակ բանակ, եւ մենք այսօր արդեն ունենք այդպիսի բանակ, եւ մեր բանակը ամեն տարվա հետ լինելու է ավելի ուժեղ ու պաշտպանունակ, բայց միայն հիշեք սա, որովհետև սա սկզբունքային կարևոր հարց է, միայն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի պաշտպանության համար, որովհետև սա է խաղաղության միակ եւ հնարավոր բանաձևը եւ առաջիկա ընտրությունների հարցը, որին պատասխան պիտի տա մեր ժողովուրդը, հետեւյալն է, արդյոք Հայաստանի քաղաքացին տեր է կանգնում խաղաղությանը եւ ես ձեզ որպես 8 տարի ձեր թույլտվությամբ եւ ձեր մանդատով Հայաստանը առաջնորդած մարդ, ով զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը, ինձ իրավունք եմ վերապահում, կոչ եմ անում, խնդրում եմ, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք խաղաղությանը, տեր կանգնեք պետությանը, տեր կանգնեք անկախությանն ու ապագային, գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Արարատին, Վեդիին, Մասիսին, Վերին Դվինին, Արտաշատին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ, խոնարհվում եմ, որ այս ողջ ընթացքում ամենադժվար պահերին դուք մեզ մենակ չեք թողել, դուք եղել եք մեր կողքին եւ աջակցել եք մեզ, հավատացել եք մեզ, վստահել եք մեզ, պաշտպանել եք մեզ, շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։